Այս process-ը սկսվեց, երբ կաթողիկոսը իր մերձավոր շրջապատի հետ սկսեցին խառնվել միջկուսակցական ինչ-որ process-ների մեջ։ Սա շարունակությունն է այդ միջկուսակցական process-ների, որի մեջ խառնվել էր եւ շարունակում է խառնված մնալ կաթողիկոսը։ Այդ դրա համար նա պետք է հեռանա, այդ թվում միայն ոչ միայն դրա համար, բայց այդ թվում նաև դրա համար եւ այո, նրա կողմնակիցները, ովքեր նրան օգտագործել են այդ նպատակներով, ուզում են որ նա չհեռանա։ Ինչու՞, ինչ է դա տալու։ Ինչու՞, դե որովհետեւ իրանց համար քաղաքական ակտիվի դեր է կատարում։ Վերջին լծակն է դա։ Դե վերջին չէ, վերջինը չի, բայց շատ կարևոր լծակ է։ Շատ կարևոր լծակ է։ Շատ կարևոր լծակ է, նաև հաշվի առնելով այն համատեքստը, որտեղ այդ լծակը շատ որոշակի ֆունկցիա է կատարում եւ դեռ պետք է կատարեր ըստ հաշվարկների, բայց պետք է թույլ չտրվի, որ նա կատարի։ Իսկ այդ համատեքստն էլ հայտնի է, դա Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմն է, որտեղ Հայաստանի ներսում ռուսական պրոքսիների շարքում կարևորագույն դերերից մեկը այո տրված է կաթողիկոսին